Մենք կարդում ենք մամուլը, ընտրում, վերլուծում եւ ներկայացնում ձեզ 5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է, բարև ձեզ։ Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով եւ Վերաքննիչ դատարանից խնդրել նշանակել պատիժ, ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով։ Վաղարշաբաթ համայնքում այսօր պաշտոնապես մեկնարկել են ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև նոյեմբերի 22-ը։ Եղեռնի հուշարձանի շինարարական աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ճարտարապետների պալատը։ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ էր, այն կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների ամրապնդմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այժմ ծանոթանանք մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Ժողովուրդը գրում է. վերջին ամիսներին ոստիկանության համակարգում նկատվում են ներքին լուրջ լարվածություններ եւ դժգոհություններ։ Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլևս անտանելի է։ Դժգոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ իրենց գործի քաղաքականացված եւ անարդյունավետ դարձած բնույթից։ Ոստիկանները հաճախ ստիպված են գործել ոչ թե մասնագիտական պարտականություններից ելնելով, այլ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում արված գրառումների կամ նույնիսկ ուղարկված հրահանգային հաղորդագրությունների հիման վրա։ Նման պայմաններում ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են համակարգից հեռանալու տարբերակը։ Իրավունքը գրում է. ՔՊԱ-ականները մտերմիկ շրջապատում 3 հայտարարել են, որ կաթողիկոսի հարցերը լուծվելու է այս ամիս։ Արշավի առաջին ռաունդը նախատեսված է Հովհաննավանքում։ Պրոբնի հավաքվելու են հոկտեմբերի 26-ին այնտեղ ի աջակցություն կարգալույծ եղած հոգևորական Ստեփան Ասատրյանի։ Մտերիմների մոտ Նիկոլի պլանը գաղտնազերծում են ՔՊԱ-ականներ։ Հրապարակը գրում է. Մայր աթոռը 3 կարգալույց հռչակեց մատնիչ Տեր Արամ Քահանա Ասատրյանին։ Տեր Արամն Հովհաննավան համայնքում գտնվող Հովհաննավանք եկեղեցու հոգևոր հովիվն էր։ Թերթին պատմել են, որ վերջին օրերին թերևս իմանալով եկեղեցու մտադրությունների մասին իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկի։ Կանանցից մեկը ընդհուպ անեծքներ է տեղացել ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույծ անեն, տանելու է իր տանը թորներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տունդարձի ճանապարհին այդ կինն ընկել է ոտքը կոտրել եւ իրահատության ենթարկվել։ Դուք դիտում եք օրագիրը, այսօրվա իմ հյուրն է Politics.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Պարոն Մուրազին, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Միքայել Սրբազանը ձեզ ուղղված նամակ է ուղարկել օրհնություններով, շնորհակալությամբ։ Ինչ զգացումներ ապրեցիք, երբ ստացաք Սրբազանից այդ նամակը։ Գիտեք, իհարկե դա այսպես մեծ պատասխանատվություն է եւ մյուս կողմից խոնարհումս իրեն իհարկե սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք շարունակել այն գործը, որը Միքայել Սրբազանը անում էր, այսինքն ճշմարտության տարածումը, ճշմարտության մասին խոսելը իհարկե լավ կլինի Միքայել Սրբազանը ազատության մեջ անի այն ինչ անում էր, խոսել ճշմարտության մեր խնդիրների մասին, այնուամենայնիվ բանտում էլ իրեն բանտելով էլ չկարողացան բանտարկել իր խոսքը ճշմարտության մասին իր մտքերը, այնպես որ այս առումով կարծում Նիկոլ Փաշինյանը չշահեց բանտարկելով հարգարժան հոգևորականների, այդ թվում նաև Միքայել Սրբազանին։ Մյուս կողմից մենք հնարավորություն ստացանք նաև այլ տեսանկյունից եւ այլ պայմաններում տեսնել այդ հարգարժան հոգևորականներին, ովքեր իրենց սկզբունքների համար պատրաստ են, ճշմարտության համար պատրաստ են նաև բանտարկություն տանել։ Ունենալով առողջական լուրջ խնդիրներ ընդ որում եւ ոչ մեկը։ Այո։ Տեսեք, դատախազությունը դժգոհ է մնացել դատարանի կայացրած որոշումից, ընդ որում այդ հարուցված գործի ոչ տրամաբանական, ոչ իրավական լինելու մասին բոլորն են տեղյակ։ Ինչի են ձգտում։ Ինչի են այդքան վախենում Միքայել Սրբազանից։ Գիտեք, դատախազությունը չէ, Նիկոլ Փաշինյանն է դժգոհ մնացել, բայց ես կարծում եմ ոչ թե դժգոհ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, դատարանը կաներ այն ինչ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանն է ասել, որ չկա դատավոր, որ իր ուզածը չաներ, հա։ Ես կարծում իրենք ուղղակի ուզում են շոուին շարունակություն տալ, այս իմաստով եւ հետո կա նաեւ բողոքարկումը, չէ՞, փաստաբանների Միքայել Սրբազանի, դա հակընդդեմ գործողություն է։ Նիկոլ Փաշինյանին պետք է առնվազն որ միջև ընտրությունները Միքայել Սրբազանը ազատության մեջ չլինի եւ հնարավորություն չունենա ավելի շատ շփվել ժողովրդի հետ, հասարակության հետ,
բանտարկության պատճառով, հա, այդ հնարավորությունները պակասեցված են։ Այնպես որ դատախազությունը չէ, Նիկոլ Փաշինյանն է ուզում, բայց մյուս կողմից էլ գիտեք, Նիկոլ Փաշինյանը որպես անհատ շատ բան կարող է ցանկանալ, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մենք իրականում որպես հասարակություն բարոյական ճգնաժամի մեջ ենք, որովհետև Փաշինյանի ցանկությունը լի կատարողներ կան։ Դա գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնողն է, դրանք դատավորներն են, որոնք այդ վճիռները կայացնում են, հա։ Իրավապահներն են։ Այո, եւ այստեղ ես օրս հիշեցի մի եզրահանգում, որին եկել էի տարիներ առաջ եւ կարծում շատերն են դրա մասին մտածում, որ դատավորները օրենքներ եւ իրավաբանություն իմանալուց առաջ պետք է իմանան մարդ լինել, որովհետեւ դա շատ կարեւոր է, որ այն չի, դու պիտի իրավիճակը որպես մարդ նաեւ պատկերացնես։ Որովհետեւ մարդկային ճակատագրերի հետ գործ ունես։ Մարդ դատավորը, որը իրավաբանությունից քաղաքական պատվերներից բացի նաև մարդ է, ինքը չէր կարող բանտարկության տանել Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, մյուս հոգևորականներին, հա, մյուս քաղբանտարկյալներին։ Սա նշանակում է, որ այո, մենք լուրջ ճգնաժամի մեջ ենք որպես հասարակություն, եւ Փաշինյանը միակը չէ, որ մեր խնդիրն է։ Ի վերջո, լավ, եկեք ուրիշ բան, ուրիշ տեսանկյունից նայենք։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ իրենց ավելի վատ դիրքից են ցույց տվել, քան անգամ Նիկոլ Փաշինյանն։ Ես եթե ձեր թույլտվությամբ կարող եմ տալ անուններ, հա։ Իհարկե։ Առաջնորդվելով Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշումներով այդ մարդուն չեմ կարող այլևս տեր ասել, խոսքը այդ Ստեփանի մասին է, Ստեփան Ասատրյանը։ Միթե Ստեփան Ասատրյանը ավելի վատը չէ, քան Նիկոլ Փաշինյանը։ Միթե Գեգամ Նազարյանը ավելի վատը չէ, քան Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի падգամավոր։ Միթե Էդմոն Մարուկյանը ավելի վատը չէ, քան Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցեց Արցախի հանձնմանը, հա, որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, արդարացրեց դա, հա, եւ այսպես տասնյակ անուններ կա։ Բայց հիմա դիմադիր դիրքերից է հանդես գալիս։ Հիմա Գեգամ Նազարյանն էլ մի ամիս հետո կարող են դիմադիր լինել կամ այս Ստեփան Սաֆարյանն, Ստեփան Ասատրյանը, չնայած նույն Ստեփան Սաֆարյանն է որակական առում։ Հա, միթե Ստեփան Սաֆարյանը ավելի վատը չէ, քան Նիկոլ Փաշինյանը։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակական ճգնաժամի պատճառը չէ, այլ հետևանքն է։ Եվ մենք կարող էինք օրինակ այդ դիրքում չունենալ Նիկոլ Փաշինյան, ունենալ Ստեփան Ասատրյան, Ստեփան Սաֆարյան, հա, Գեգամ Նազարյան, Էդմոն Մարուկյան։ Դրա համար մենք պիտի մտածենք, թե որոնք են այն պատճառները, որ այսպիսի իրավիճակ են ստեղծել, որ թույլ են տալիս դատավորին բացառիկ հեղինակություն, բացառիկ մարդկային կերպարանք ունեցող հոգևորականի տանել բանտարկության։ Լավ, Նիկոլ Փաշինյանը ուզել է, չէ, բայց ով է կատարողը, սա էլ է կարևոր։ Ընդ որում մի շղթա Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր, որ կարմիր բերետավորները եռաբլուրում ծեծեն զոհված զինծառայողների ծնողներին, բայց ծեծողը Նիկոլ Փաշինյանը չէր, չէ, ծեծողը կարմիր բերետավորներն էին, որոնք բան չեն, բոլորը չէ որ ԿՊԱ-ական են։ Իրենք մեր հարևաններն են, մեր ընկերներն են, մեր ասելով բոլորից նկատի ունեմ։ Իրենք մեր ծանոթներն են եւ այսպես շարունակ։ Դրա համար պետք է մենք մտածենք այս պատճառների մասին, որոնք նման հետևանքներ են թողել եւ թողնելու են, եթե չմտածենք։ Խոսք գնաց Արամ Ասատրյանի մասին, նախկինում Տեր Արամի, որը հայտարարել է, որ Կիրակի Հովհաննավանքում պատարակ է անցկացնելու, կոչ է արել իր հետևորդներին այդ օրը հավաքվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, դիմելով նրան Տեր Արամ Քահանա Ասատրյան, որ ինքը գնալու է այդ պատարակին եւ ԿՊԱ-ականներն արդեն ակտիվ աշխատանքներ են տանում մարդկանց թիվը ապահովելու համար։ Տեր Արամը հայտարարել է, թող զգուշանան 10,000 մարդ կբերեմ։ Գիտեք, ես ձեզ կառաջարկեմ Տեր Արամ տերմինը չօգտագործել, որովհետեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Արամ էլ չի իր անունը, իր անունը Ստեփան է, այո։ Ընկերների համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տվել է իր որոշումը, արդեն կարգալույծ արված։ Եվ ես անկեղծ ասեմ, որպես նաև եկեղեցու հետևորդ չլինելով, այլ դավանանքի հետևորդ լինելով, ես երբեք, քանի ինքը կարգալույծ արված չէր, շատ խիստ չեմ փորձել այդ մարդուն քննադատել, որովհետև այնուամենայնիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի հագուստ էր կրում։ Հիմա եկեղեցին այդ մարդուն կարգալույծ է արած, ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ չունի։ Եվ Ստեփան այդ Ասատրյանը լրջագույն վատություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն։
Ստեփան Սաֆարյանը, Ստեփան Ասատրյանը շատ ավելի վատն է, քան Նիկոլ Փաշինյանը։ Նա Իլհամ Ալիևի քաղաքական գործիք կամ քաղաքական պատվերներ կատարող կամ քաղաքականությունը Հայաստանում իրականացնող Նիկոլ Փաշինյանի գործիքն է, որը շատ ավելի վատ է։ Եվ այդ մարդիկ ովքեր գնահատել են մարդը ասում է, որ ինքը շարունակելու է հոգևոր ծառայություն մատուցել եւ տրամաբանորեն ինչու է այդպես ասում, ենթադրաբար, հա, ինքը այդ կարգալուծության որոշումը առ ոչինչ է համարում, վստահելով Նիկոլ Փաշինյանին, որ այն լուրը, որ տարածվել է, որ Վեհափար Հայրապետը իբրև թե խախտել է կանոնը, որը արգելում էր կաթողիկոս դառնալ, չէ՞։ Այո, հիմնական խաղաղ։ Եթե հավատում է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն ինքը ի սկզբանե հոգևորական չի եղել, որտեղ իրեն ձեռնադրել է նաև Վեհափար Հայրապետը։ Ամենակարևոր կետը։ Այսինքն, եթե ինքը չի ընդունում Վեհափար Հայրապետին, ինքը պետք է չընդունի, որ ինքը նաև հոգևորական է։ Ինքը նոր պիտի ձեռնադրվի, այսինքն ուրիշ կաթողիկոս եթե լինի, իրենց ուզած, ինքը նոր պիտի ձեռնադրվի։ Այսինքն զրոյացնում է իր քահանայական կարգավիճակը։ Հենց այստեղ երբ ինքը հայտարարում է, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին, ինքը հայտարարում է, որ ինքը հոգևորական չի եղել։ Իսկ ում է սպառնում, երբ ասում է թող զգուշանան 10,000 հոգի կբերեմ։ Գիտեք, այս պատմությունը ինձ շատ հուշում է 2018 թվականին, երբ հիշում եք զորամասերից մեկում բողոքի ակցիա եղավ, զինվորները բողոքում էին հրամանատարության դեմ եւ այնպես եղավ, որ զինվորների կամքով իրավիճակը լուծվեց, որտեղ զինվորները սովորել էին հարցերը լուծել Նիկոլավարի։ Հիմա այս հոգևորականն էլ հարցը փորձում է լուծել Նիկոլավարի, ինչը լավ տեղ չի տանելու, որտեղ մենք տեսանք, թե ինչպես այդ իրավիճակում կազմաքանդվեց բանակը։ Բանակը, եկեղեցին, հա, դրանք ուղղահայաց են, այսինքն երեք լավ մի գրառում տեսա, որտեղ շատ հստակ բացատրված էր, որ եկեղեցին միապետություն է եւ այնտեղ ամեն բան որոշում է Վեհափար Հայրապետը։ Աստիճանակարգ կա, որը դարերով չի խախտվել։ Փոխարենը իբրև թե ժողովրդավարություն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ Նիկոլ Փաշինյանը պիտի հաշվետու լինի հասարակությանը։ Հիմա իրենք փորձում են այդ ուղղայացը կոտրել, ինչպես կոտրեցին բանակի պարագայում։ Բայց եթե բանակի պարագայում Նիկոլ Փաշինյանն ուներ գործիքներ, որովհետեւ ինքն էր նշանակում հրամանատարների, հոգևորականների պարագայում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու պարագայում Նիկոլ Փաշինյանը որևէ լիազորություն չունի։ Եվ այստեղ կարևոր է թե Վեհափար Հայրապետը ինչ կորոշի։ Որտեղ եթե ինքը որոշի, որ ուղղակի չի կատարում Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այդ ցանկությունը չի կատարվելու։ Ասենք ո՞նց է անելու Նիկոլ Փաշինյանը։ Հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Վեհափար Հայրապետը կարող է օրինակ ելնելով հայկական սփյուռքի խնդիրներից, օրինակ առաջիկա 1-2 ամիսը լինել հայկական սփյուռքում։ Այնտեղ եկեղեցիներ կան հայկական, զբաղվի այդ հարցերով։ Հատկապես որ հայրենիք սփյուռք կապերը բավականին զբաղվի այդ հարցերով, պարտադիր չի, որ Վեհափար Հայրապետը լինի ամբողջ ընթացքում էջմիածնում։ Ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, ասենք հարձակվելու է Ֆրանսիայի վրա, Ֆրանսիայի հայկական եկեղեցիներն է գրավելու։ Կամ Ֆրանսիայից պահանջի Վեհափարի արտահանցում։ Որևէ գործիք չունի Նիկոլ Փաշինյանը այս բaragում։ Ես կարծում եմ, որ մեծ իմաստով հոգևորականների մեջ շատ չեն Ստեփան Ասատրյանները, ուստի նաև ինքը չի կարող մեծամասնություն ստանալ այնտեղ։ Փաշինյանը կարող է այս շոուները կազմակերպել, բայց եթե Վեհափարը ինքը որոշում չկայացնի, Նիկոլ Փաշինյանի որոշումները առ ոչինչ են, ինքը որևէ լիազորություն չունի, եկեղեցին անջատ է պետությունից։ Եկեղեցին անջատ է պետությունից եւ փոխարենը պետության հարցերի պարագայում Վեհափարը եւ հոգեվորականները ունեն ասելիք, ինչ որտեղ իրենք Հայաստանի քաղաքացիներ են։ Այսինքն իրենք վճարում են հարկեր, իրենք դուք տեսել եք, որ պատերազմների ժամանակ հոգեվորականները եղել են առաջնագծում։ Իրենք ասելիք ունեն, Նիկոլ Փաշինյանը ասելիք չունի եկեղեցու ներսում կատարվողի վերաբերյալ, եթե իհարկե դրանք ակնհայտ ապօրինություններ չեն, իսկ մենք տեսնում ենք այդտեղ ապօրինություններ չկան։ Մյուս կողմից, ով ասես որ Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու հետևորդ է։
Դա էլ մեծ հարց է։ Միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը բավարար է, որ այս Ստեփան Ասատրյանը հավատա դրան։ Իդեպ հոգևորականներից մեկը մեկնաբանելով Վատիկան այցի ժամանակ Հռոմի Պապի ձեռքից հաղորդություն վերցնելու փաստը արձագանքել էր, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, եթե այլ եկեղեցու հոգևորականից հաղորդություն է ստանում, նա դադարում է լինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Այո։ Եվ դուք գիտեք, իրենք կնքվել են, Նիկոլ Փաշինյանը կնքվել է թե ոչ։ Այդ մասին փաստեր Ես հետաքրքրվել եմ հարգարժան հոգևորականներից, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ծնվել է եւ ինչ-որ պատանեկության ժամանակ, միջև սովետական միության փլուզումը եւ փլուզումից մի քանի տարի հետո Տավուշի մարզում ոչ մի գործող եկեղեցի չի եղել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հայրը պիտի սուպեր հավատացյալ լիներ, որ Տավուշի մարզից վեր կենար գնար եսին որ մարզ եկեղեցի գտներ, այնտեղ կնունք կազմակերպեր։ Հարևանները ասում են այդպիսի բան չեն հիշում, որ Նիկոլ Փաշինյանը կնքված լինի ինչ-որ։ Դա ինչ-որ տեսանելի միջոցառում կլիներ, չէ՞ որ վերցնեին տղային այդ գյուղից տանեին կնքեին։ Հետո կնքվել է Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ։ Ամուսնության կարգ կա, չէ՞, հայ առաքելական եկեղեցին ունի կարգ, այդ կարգով իրենք ամուսնացած չեն, այսինքն նաև այդ կարգը պահպանված չէ։ Իրենք հրապարակային ասել են Ադիտմանսին երևի թե։ Հա, հիմա հայ առաքելական եկեղեցին արգելում է ապօրինի հարաբերությունները որևէ մեկի հետ։ Այս իմաստով եւ բազմաթիվ այլ իմաստներով կարելի է կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ լինելը։ Եթե կնքված լիներ, իր սովորության համաձայն երևի այդ կնքվելու մասին փաստաթուղթը կամ վկայություն որևէ կհրապարակեր։ Դե հա։ Այս պահին առաջարկում եմ ընդմիջել մեր խոսակցությունը եւ շարունակել ծանոթանալ մամուլի նորություններին։ Իրավունքը գրում է իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապետի ընտրություններում ԿՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին Արգիշտի Մեխակյանին դարձնելու է պարզապես խավության նոխազ։ Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի Հանրապետություն կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեվորականության։ Այս ուղղությամբ ըստ էության Արգիշտի Մեխակյանը չի արդարացնում Փաշինյան Նիկոլի սպասումները։ Միևնույն ժամանակ հեչ Նիկոլավարի չի լինի Արցախի ազատագրողներից Մեխակ Մեխակյանի որդուն քաղաքապետ դարձնելը։ Ոստի իշխանությունը ժպտալու է Արգիշտիի դեմքին, բայց տակից սատարելու է Հարություն Մկրտչյանին։ Նույն աղբյուրներն ասում են, որ բոլորը սա հասկացել են։ Միայն Արգիշտին է ինչ-որ պատրանքներով ապրում, թե հեսա քաղաքապետ է դառնալու։ Հրապարակը գրում է. ԱԺ փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին օրերի գերակտիվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել նաև իշխանական թիմում։ Ասում են արդյունքը միացնում ես Ռուբինյանն է խոսում ամենատարբեր թեմաներով։ Կարծիք կա, որ այդ ակտիվությունը մեկ նպատակ ունի՝ ապագա խորհրդարանում զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Երեկ Ալեն Սիմոնյանի բացակայությունը հարմար առիթ էր, որ Ռուբինյանը շեֆի մոտ ցուցադրեր իր արժանինքները եւ բարձր ամբիոնից շշպրեր քաղաքական օպոնենտներին, ցույց տալով, որ ինքն Ալեն Սիմոնյանին չի զիջում նաև այդ հարցում։ Ընդ որում ԿՊ վարչության վերջին ընտրություններում Ալեն Սիմոնյանն իր ստացած քվեներով զիջում էր Ռուբինյանին, նա 11-րդն էր։ Ոստի ԿՊ-ում կարծում են, որ նա այլևս չի կարող հավակնել այդ պաշտոնին։ Բայց ԱԺ խոսնակի աթոռի վրա այլ աչքեր էլ կան։ Օրինակ Հայկ Կոնջորյանի Լիլիթ Մակունցի։ Ասում են Փաշինյան ուզում է, որ այս բարձր պաշտոնին էլ կին նշանակի, կանանց ծառայություններից ու նվիրվածությունից գոհ է։ Հրապարակը գրում է. երեկ ԿՊ-ն մերժեց ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը, որով ներկայացրել էր պատիվ ունեմ խմբակցությունը, եւ որը կարճ ասած իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն էր ստացել։ Իսկ աժելիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպահ ձայն։ Օրագիրը շարունակում է իր աշխատանք ուղիղ եթերում։ Պարոն Մորազի, Ռուբեն Ռուբինյանը, ԿՊ-ական Ռուբեն Ռուբինյանը Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ հետևյալ միտքն է արտահայտում, որ թող պատրաստվի կտրիչ, ինչպես իրենք են ասում վեհապարին, կտրիչ Ներսիսյանը շուտով հրաժեշտ տալու կաթողիկոսական գահին։ Պետրոս Ղազարյանը ճշտող հարց է տալիս, ասում է, սա ձեր ենթադրությունն է, թե մի բան է, որ լինելու է, ասում է մի բան, որը լինելու է։ Դե այս հակաեկեղեցական շարժման առաջին իսկ օրվանից իմ համոզմունքը եղել է սա, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ ճնշման ճանապարհով, այսինքն բանեցնել ճնշում, շանտաժ, հա, որպեսզի վեհապար հայրապետը ինքնակամ այս ճնշումների ներքո թողնի հոգեբանական գրողների են գնում։ Եթե սրան դիմադրվեց եւ այդ ճնշումները առ-ոչինչ դարձան, ապա Նիկոլ Փաշինյանը գործիք չունի ուղղակի։ Միակ տարբերակը մնում է, ասենք, Աստված հեռու տանի վեհապար հայրապետին սպանելը։ Ոնց են իրենք պատկերացնում դա։
ինչ մեխանիզմ չկա, էլի։ Իսկ իրենց երևակայությունը սահմաններ ունի։ Իրենց երևակայությունը սահմաններ չունի, իրենք ուղղակի գործիքներ չունեն, որոնք ուրիշ բան, որ ինչ որ նոր եկեղեցի ստեղծեն։ Իդեպ քննարկումները այդ մասով Աննա Հակոբյանը դառնա կաթողիկոսը եկեղեցու, որպես ընդ որում կարա այդ եկեղեցու կաթողիկոսը պարտադիր կուսակրոնության բան ունենա, պահանջ ունենա, եւ Նիկոլ Փաշինյան դառնա, ասենք, փոխանորդը։ Դա կարա, դա տարբերակ է։ Այդ բանները Ստեփան Ասատրյանն էլ այնտեղ կարևոր դիվանապետ ունեն կարող, բայց 1700-ամյա 1724-ամյա հայ առաքելական եկեղեցում իրանք գործիքներ չունեն, հնարավորություն չունեն հասնել փոփոխության, եթե դա չցանկանա վեհապար հայրապետը։ Ժողովրդավարության բաստիոնի իշխանության ներկայացուցիչներից Ռուբեն Ռուբենյանը նաև իր մյուս գործընկերներն էլ իհարկե աչքի են ընկնում իրենց քննադատող մամուլի ներկայացուցիչների նկատմամբ հարձակումներով, բայց Ռուբեն Ռուբենյանի թիրախում հայտնվել է հրապարակի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը բավականին տգեղ ձևակերպումներով։ Ինչի են ձգտում այսպես։ Նույն հոգեբանական գրոհի հետևանքն է։ Դուք հիշում եք տարիներ առաջ Երջանկայի շատակ կներեք մոռացա Սահակյանը Վարամ Սահակյանի հայրը ուներ հաղորդում Ծիծաղի տուն, Արամայ Սահակյանը Ծիծաղի տուն, եթե մենք լինեինք այդ Ծիծաղի տան հյուրերը եւ կարող ենք որպես լավագույն անեկդոտ պատմել, որ այսօրվա Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ու հետո լուրերը կարդայինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների։ Որևէ ժողովրդավարական բան, եթե սա է ժողովրդավարությունը իրենց պատկերացրած, ապա պետք է հրաժարվել նման ժողովրդավարությունից, բայց սա ժողովրդավարություն չի։ Սա դասական իմաստով բռնապետությանը ձգտող բան է, պետական միավորում է, կազմավորում է, իշխանություն է։ Փորձում են անկախ մամուլին իրենց Գիտեք, իրենք նախ ցույց են տալիս իրենց դաստիարակության բացակայությունը։ Երեք ես գրել էի դրա մասին, որ այնինչ պիտի աներ Կարապետ Ռուբինյանը, Ռուբեն Ռուբինյանի հայրը, մենք չենք կարող դա լրացնել, արդեն ուշ է բավական ժամանակը։ Կարապետ Ռուբինյանն էլ բաց է թողել, երևի այդ ժամանակ Գերագույն խորհրդի падգամավոր է եղել, զբաղված է եղել, որդու դաստիարակությամբ շատ այդպես լուրջ չի զբաղվել, որովհետև չի կարելի նման վարքագիծ ունենալ, անգամ եթե լրագրողի մասին չենք խոսում ենք հայ կնոջ մասին, որը իրեն որևէ ավելնորդություն թույլ չի տվել որպես կին, ինչը իրեն օրինակ թույլ է տվել Աննա Հակոբյանը, երբ տարբեր մարդկանց մասին այսպես սեռական պատմություններ է տարածել իր էջում, ընդ որում հորինված։ Սա իրենց մակարդակի մասին է խոսում, այո, մամուլը 18 թվականից իրենց կոկորդին է, եթե հիշում եք։ Եվ հրապարակ օրաթերթը առաջիններից մեկն էր, որ թիրախավորվեց, այդ նաև մենք, հա, առաջին դատական հայցը մեր դեմ է ներկայացվել այս իշխանությունների կողմից 2018-ի հոկտեմբերին։ Հրապարակ օրաթերթը Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվել է 2019-ի հունվարի 1-ին, կարծեմ, որ խաշի հետ կապված պատմություն էր։ Իրենց համար այո, մամուլը խնդիր է։ Իրենք հասկանում են, որ ճնշումները ավելի խստացվեն հատկապես ընտրություններին ընդառաջ։ Ոնց որ թե դրազդակները կան, տարբեր հենց ինֆորմացիոն փուչիկներ են դաշնեկվում։ Այո, իրենք փորձեն, որովհետև անկեղծ պետք է լինել այս տարիներին լրատվամիջոցները շատ ավելի շատ մեծ գործ են արել, քան շատ քաղաքական ուժեր։ Բացահայտվել են կոռուպցիոն պատմություններ, հա, բացահայտվել են տարբեր կեղծիքներ, որոնք արվել են իշխանությունների կողմից։ Եվ իրենց անհարմար է, իրենք կուզեին, որ օրինակ իրենց միլիոններ արժեցող, միլիոն դոլարներ արժեցող առանձնատների մասին որևէ մեկը չգրեր, ասենք հետքը չգրեր։ Իրենք կուզեին, որ Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ պետության հաշվին Դավոսում 7.500 եվրո արժեցող գիշերակացով հյուրանոցի մասին պոլիտիկայի մեջ չգրեր։ Իրենք կուզեին, որ հրապարակը չգրեր, որ իրենց վարչության ընտրությունները կեղծել են։ Իրենք կուզեին, որ 5-րդ ալիքում չհայտնվեին մարդիկ, ովքեր խոսում են ճշմարտության մասին, բացում են հասարակության աչքերը։ Իրենք շատ բան կուզեն։ Եվ այո, լրատվամիջոցները խանգարում են իրենց։ Իրենք պետք, բայց հիասթափեցնեմ իրենք պարտվելու են։ Մեծ իմաստով, երկարաժամկետ իմաստով իրենք պարտվելու են իհարկե։ Նիկոլ Փաշինյանը շանս չունի։ Նիկոլ Փաշինյանը ունի մի հնարավորություն, այսինքն կեղծիքների ապօրինությունների միջոցով որոշակի ժամանակ ձգել իր համար։
բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այդ ժամանակ ցկելը իր համար ավելի վատ հետևանքներ է ունենալու։ Մեղքերի քանակը շատանում է, այո, ծանրանում է։ Ոչ միայն մեղքերի քանակն է շատանում, այլ նաև ժողովրդի համբերության բաժակը ել ավելի է լցվում, մարդիկ ավելի են սկսում ատել իշխանություններին, եւ դա լավ բան չէ, ատել իշխանությունները։ Երբ որ այդ ատելությունը բյուրեղանում է, դա կարող է շատ վատ հետևանքների բերել, անցանկալի հետևանքների բերել։ Անցանկալի առաջներտին մեզ համար մարդկանց, ովքեր չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բայց մենք նաև չենք ուզում, որ մեր պետությունը քաոսի վերածվի։ Իսկ իրենք ամեն բան անում են, հնարավոր բոլոր դռները փակում են, պատուհանները փակում են, որ հնարավորություն չթողնեն մարդկանց։ Դա շատ վատ ճանապարհ է, որ իրենք ընտրել են։ Շատ վատ ճանապարհ է, որ որը համայնքում ընդդիմադիր է ընտրվում, միանգամից հետապնդման է ենթարկվում։ Լրատվամիջոցները հետապնդումների է ենթարկվում, հասարակական գործիչները հետապնդումների է ենթարկվում։ Ի վերջո, իրենք ինչ են խոսում, ասենք Գյումրու մասին, չէ, ասում են ինչ որ փողերի պատմություն է եղել։ Կաշառքի։ Ընդ որում չհավատալով իրենց հրապարակմանը, այդ հրապարակմանը, բայց տեսեք Արտուր Չախոյանը, հանրային գործիչ, նոր նորքում բացահայտումներ էր արել, չէ՞։ Ինչ արեցին։ Ծեծեցին մարդուն ուղի եթերում։ Հեռախոսը խլեցին։ Վերջում բանի Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանն ասաց, մենք ի տարբերություն նախորդ իշխանությունների դալաններում չենք ծեծում մարդկանց, այլ ուղի եթերում, ասիկան ըստ էության իրենք ապահովում են Եվրոպական միության պահանջներից մեկը քաղաքականության թափանցիկությունը, այսինքն հրապարակային եւ հրապարակայնությունը, այո, մարդու ծեծում են հրապարակային եւ ուղի եթերում, այսինքն այդ բոլոր պահանջները ապահովում են, բայց ապօրինության համար են ապահովում։ Այս մարդիկ ամենևին կաշառքի, կեղծիքների, բանի բյուջեն մսխելու դեմ չեն, ամբողջ քաղաքացիական պայմանագրի գործունեությունը նվիրված է բյուջեի մսխմանը։ Ինչ են անում հասարակ քաղաքացիների խնդիրները լուծելու փոխարեն, այսինքն 6 միլիոն դոլարով Ջենիֆեր Լոպես են բերում, այնտեղ էլ մի 5 միլիոն դոլար իրենց ընկերներից մեկը աշխատում է, հա, տոպսերի համար, համերգներ են կազմակերպում, այդտեղ էլ մյուս ընկերներն են փող աշխատում, հա, նոր արված ասֆալտը քանդում են, նորից են ասֆալտում, որովհետև փող պետք է շարժը կարևոր է, չէ՞, շրջանառություն պետք է լինի։ Եվ PR ակցիա են իրականացնում։ Նույն խաղաղության օրակարգի շրջանակներում, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման այս PR ակցիայի շրջանակներում 3 ՔՊԱ-կանները մեծ տիրաժավորմամբ հայտարարեցին, որ ուրախությամբ ողջունեցին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը այն մասին, որ Ադրբեջանից դեպի Հայաստան բեռների սահմանափակումների վերացումը է, Ղազախստանից ցորեն են ներկրելու Հայաստան, սա ինչ է հերթական ծուղակն է, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրին Ալիևի աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը մինչև 20 թվականը բավական գիրացած էր։ Պատճառը, ուրեմն ես բացահայտել եմ, պատճառը Արցախից վերված ցորենն էր։ Այդ ցորենից թխված հացը շատ աստորեն կալորիական էր եւ մարդկանց հիմա մարսողական համակարգը լավ չէր տանում։ Հիմա դրա համար հանձնեցին Արցախը, որտեղ այդ ցորենը վատն էր։ Բերում են ղազախական ցորենով, Ադրբեջանի ցորենը Ադրբեջանի տարածքով։ Հիմա արդեն կարծում եմ Նիկոլ Փաշինյանը բավական լավ, այսպես առողջական վիճակում կհայտնվի։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է սպասել նոր ինչ որ աշխարհաքաղաքական տարածաշրջանային տեղաշարժերի, այն ամենայն հավանականությամբ հակառուսական տրամաբանության մեջ, որովհետև իրենք փաստորեն մենք մեր ցորենի հիմնական մասը գալիս է Ռուսաստանից, իրենք ինչ են անում, ռուսական ցորենին փոխարինող են գտել Ադրբեջանի միջոցով։ Իսկ ինչու են փոխարինող գտել, որովհետև ենթադրաբար իրենք գիտեն, որ անելու են գործողություններ, որ այդ ցորենի ճանապարհը փակվելու է ամենայն հավանականությամբ, իրենք այդ ցորենի հարցն են լուծում։ Իսկ եկեք հարց տանք, ինչ կարող է անել Հայաստանը, որ Ադրբեջանին պետք լինի, որ Հայաստանը խնդիրներ չունենա։ Ուրեմն պրոթուրքական ինչ որ պլանի մաս է այսօրվա Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ Ադրբեջանը ուզում է որ այդ պրոթուրքական ծրագրի մաս հանդիսացող Հայաստանում խնդիրներ չլինեն ցորենի տեսքով։ Եվ մենք ամբողջովին կախված լինենք Ադրբեջանի այո գազն փոխեն, հիմա գազն էլ կուզենան Ադրբեջան, դա ինքնիշխանություն ախր իրենց պատկերացած դա է։ Ինքնիշխանությունը Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի պատկերացած այն է, որ դու կրճատում ես քո կախվածությունը քրիստոնեական խոշոր պետությունից, որը նաև քեզ ցեղասպանության չի ենթարկել, որը օգտակար է եղել, որպեսզի դու պետականությունդ վերականգնես,
փոխարենը մեծացնել կախվածությունը քեզ ցեղասպանության ենթարկած կոպետականությունը ջնջխելու ցանկություն ունեցող միավորի հետ, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կախվածությունը մեծացնել։ Ի վերջո իրենց այդ ասած ինքնիշխանությունը որևէ պետություն այսօր չունի։ Ինքնիշխանությունը ավելի շատ էս տեսքն ունի, թե դու ինքդ որոշում ես, թե որ կենտրոնից ավելի շատ կախվածության մեջ լինես, որովհետև եթե Հայաստանը չունի ցորեն, այդ ցորենը մի տեղից պետք է գա, չէ՞։ Բայց ԿՊԱ-ականները ձեզ հակադարձեին, որ Ռուսաստանի հետ ուղիղ սահման չունենք, փոխարենն ունենք ուղիղ սահման Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ հարևանների հետ հավերժ պատերազմել կամ ճշնամական հարաբերությունների մեջ հնարավոր չէ։ Բայց Ղազախստան թուրքական օրակարգի մաս է, դրա համար այնտեղից ենք մենք բերում։ Բացի այդ դեռ հարց է, Ղազախստանը կկարողանա ապահովել ցորենի այն քանակը, որը Ռուսաստանից կապահովեն, որովհետեւ պետք է թուրքական ծրագրեր սպասարկող Հայաստանը խնդիրներ չունենա։ Այսօրվա Հայաստանի մասն է, իշխանության մասին։ Հայաստանը ասելով ժողովրդին նկատի չունեմ։ Այո, ես ժողովրդին նկատի չունեմ։ Պիտի այդ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական օրակարգով առաջ գնող Հայաստան պիտի խնդիրներ չունենա։ Մինչև այն ժամանակ, երբ իր առաջ դրված խնդիրը լուծվի։ Այն է վերընտրվի։ Չէ, վերընտրվելու մասին չի խոսքը, այն է, որ Հայաստան լիարժեք հայտնվի թուրքական հսկողության ներքո։ Դա կարող է լինել ոչ այստեղ, ասենք, այստեղ չի լինելու ամենայն հավանականությամբ իշխանավոր, ասենք, Փաշօղլի ազգանունով, չի լինելու ղեկավար, ասենք, Ռուբեն Օղլի ազգանունով, կլինի Ռուբինյան, կլինի Փաշինյան, բայց բովանդակությունը կլինի թուրքական։ Ինչպես Միքայել Սրբազանն էր ասում իր հարցազրույցներում։ Այս դրա մասին է խոսքը, եւ Միքայել Սրբազանը բացառիկ ճշմարտությունն ասողն է, եւ հենց դրա համար է ինքը այսօր բանտում։ Վերադառնալով 2026 թվականի ընտրություններին, այսօր Վաղարշաբաթ համայնքում մենք մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ավարտվելու է նոյեմբերի 14-ին 22:00-ին։ Նաև մամուլն է գրում, որ Նիկոլ Փաշինյանի իրական ֆավորիտը ոչ թե Արգիշտի Մեխակյանն է, այլ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունից։ Ինչ սպասելիքներ ունեք, թե՞ժ է լինելու պայքարը։ Սպասենք նույն սցենարին Գյումրիում։ Կարծում ԿՊ-ի համար ավելի վատ սցենար է սպասվում, որովհետև նախ այդ Հարություն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի ֆավորիտն է, մի քիչ շատ չափազանցված է։ Մամուլն է գրում։ Դե հա, որովհետև այդ տղեն իրենց ընտանիքի ձայների 50%-ն է ստանալու, դժվար կարողանա անցնի, որպեսզի դառնա ինչ-որ մեկի ֆավորիտը։ Արգիշտի Մեխակյանն էլ լավ հիշեցրեցիք, եթե հիշում եք նախկին հանրապետական էր ինքը։ Այո, ակտիվ հանրապետական։ Այո, ակտիվ շատ եւ երեք ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ պետական համակարգից փոխնախարարի օգնականի, ընդ որում Երևան Զախարյանի օգնականն եղել կարծեմ։ Կադաստրի կոմիտեում աշխատել Զախարյանի հետ, պաշտոնից հեռացվել է $20000 կաշառք վերցնելու պատճառով։ Երեք ժողովուրդ օրաթերթը դրա մասին գրել է։ Եվ հեռացվել է ոչ թե այն պատճառով, որ կաշառք է վերցվել, այլ հեռացվել է, որ չի կիսվել շեֆության հետ, հեսա շատ այսպես ռոմանտիկ հարաբերություններ են եղել Փաստորեն Մեխակյանի եւ իր ղեկավարի միջեւ, բայց իրենք հնարավորություն չունեն, իրենք պարտվելու են ավելի վատ ձևով, քան Գյումրիում, որովհետեւ ես այդտեղ տեսնում եմ 3 ուժ, որոնք վերցնելու են, կարծում եմ, վստահ եմ 50+1 հաղթանակ դաշինքը Մայրաստան կուսակցությունը եւ Հայրենիք կուսակցությունը Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ ում որդին զոհվել է պատերազմում։ Այս 3 ուժերը ամենայն հավանականությամբ 50+% կվերցնեն եւ կոալիցիայով կվերցնեն նաեւ իշխանություն քաղաքային։ Եթե Նիկոլ Փաշինյանը չորոշի գնալ խիստ ապօրինությունների։ Բայց սա չի կարելի բացառել, դա արդեն մասնակից քաղաքական ուժերը պիտի դրա դեմ պայքարեն։ Քանի որ մեր ժամանակը սպառվում է, խնդրեի հնարավորինս հակիրճ մեկնաբանել, ինչու եք այդքան վստահ, որ Նիկոլ Փաշինյանը պարտվելու է Վաղարշաբաթում։ Որտեղ ժողովուրդը ուզում է որ պարտվի Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածուին։ Գյումրիում չպարտվեցին։ Պարտվեցին, բայց Վաղարշաբաթում ինչի չպիտի պարտվեն։ Վանաձորում չեն պարտվել։ Երևանում չեն պարտվել, պարտվել են ամենտեղ էլ։ Բայց իրենք ունեն հնարավորություն կեղծիքների դիմելու։ Չնայած ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա համապետական ընտրություններից առաջ փչացնել պատկերը, այսինքն եթե ինքը գնում է Վաղարշաբաթի ընտրությունների կեղծման ճանապարհով, ապա ինքը նաև չի կարող վստահեցնել, որ ընտրություններ չի կեղծելու։
հաղումանում չէ նախորդ ընտրություն, որ չեն կեղծել, տեսեք ընդդիմադիրներ են ընտրվել ջանդան, որ ընտրվելու նստել են բանտ, ընտրվելու սպանվել են, հա, բայց ընտրվել են մարդիկ ասում է։ Հիմա մի քիչ կասկածով են վերաբերում կամ գուցե ինչ որ այլ ձև մտածի կեղծիքներ անելու, որ տեսանելի չլինի, որովհետև ինքը ուղղակի չի ցանկանա համապետական ընտրություններից առաջ այդ փոքր խաղակարտը, որ կա իր ձեռքին, որ իր ժամանակ ընտրություններ չեն կեղծում, դա էլ վերցվի։ Իհարկե ինքը կուզենա ընտրակեղծիքների հիմնական ներուժը կենտրոնացնել 2026-ի վրա, որ 2026-ին կարողանա այդ հիմնական կեղծիքները կազմակերպել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեզ տրամադրված ժամանակը սպառվեց։ Մեր հաջորդ թողարկումը վաղն է առավոտյան 11-ին, որը թող բարի լինի։